Սկզբից նախ շնորհակալություն հայտնեմ իրանական կողմի շատ ջերմ եւ հյուրընկալ ընդունելության համար։ Իհարկե սա ջերմ ընդունելությունը մեր համար անակնկալ չէ, որովհետեւ Հայաստանը եւ Իրանը տասնամյակներով, հազարամյակներով միմյանց բարեկամական են եղել, հարազատ ժողովուրդներ են եղել։ Իրան եւ Հայաստանը կարողացել են աշխարհին ցույց տալ դասական օրինակ, ինչպես կարող են մահմեդական երկիրը եւ քրիստոնեական երկիրը միմյանց հետ հարաբերվեն բավական հարգալից, բավական ջերմ եւ բավական բարեկամական։ Այստեղ խոսվեց բռնությունների մասին աշխարհի տարբեր անկյուններում եւ մասնավորապես Գազայում, իհարկե ես որպես Հայաստանի քաղաքացի ցանկացած բռնություն դատապարտում ենք եւ դեմ ենք, որովհետեւ մենք ինքներս ենք զգացել այդ բռնության դառը հետևանքները, նաեւ ինքներս ենք զգացել, թե ինչպես է բռնության ենթարկվող ազգը, ժողովուրդը անտեսվել կամ դրության մարտվի աշխարհի կողմից առաջին։ Ես հիշեցնեմ, որ մենք 20-րդ դարի առաջին ցեղասպանություն արկած ժողովուրդն ենք եւ այդ ժամանակ նույնպես աշխարհը լռեց, ինչպես այսօր լռում է Գազայի համար։ Աշխարհը լուր էր նաեւ, երբ Արցախը, Ղարաբաղը մոտ 1 տարի պատերազմից հետո 1 տարի բլոկադայի մեջ էր եւ սովամահության էին ենթարկվում տեղի գնացությունը եւ 1 տարի անց ենթարկվեց Արցախը նաեւ էթնիկ զտման, մոտ 120,000 մարդ լքեց իրենց հայրենի հողը, որտեղ բնակվում էին հազարամյակներով։ همین جهان نه در قرن پیش در قرن حاضر همین چند وقت پیش هم شاهد سکوت اونها در پاکسازی قومی که در قره‌ها نسبت به مردم ارمنی اتفاق افتاد ما شاهد آن بودیم که کشورهای جهان هم ساکت بودن و ما درک می‌کنیم که مردم غزه چگونه در ظلم جهانی قرار گرفتند. Այնպես որ մենք ինքներս լավ ենք հասկանում, թե ինչ է նշանակում բռնությունը, ճնշումը و ما کاملا متوجهیم که این فشارها به چه صورت بر مردم فلسطین خواهد بود. Եվ բոլոր դեպքերում մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, անկախ նրանից դա աշխարհի որ երկրում կլինի։ و به طور کلی ما تمام در کنار مظلومان